Վերջին շրջանում ինչ կեղծ լուրի եք հանդիպել, կոնկրետ օրինակ կարող եք բերել։ Կեղծ լուրեր միշտ էլ կան, հատկապես ադրբեջանցիների 300,000-ի հետ կապված Շատ կեղծ տեղեկատվություններ ինչպես տարածում են։ Կեղծ լուրերը վերջին շրջանում շատ են տարածված, ուղղակի պետք է մարդուն գալելուց է կախված, դա մի քիչ պետք է ինքը որոշի, դա կեղծ լուր է, թե իսկական լուր է։ Չէ, ես ոչ մի կեղծ լուրի չեմ հանդիպել։ Միշտ որ ինտերնետների մեջ են կը ասում են 300,000 ադրբեջանցի պիտի գան, չգիտեմ ինչ հողեր պիտի հանձնեն, չեմ հավատում։ Ինչ նպատակ են հետապնդում ֆեյք էջերի հեղինակները եւ ինչ ազդեցություն կարող է գործել կեղծ տեղեկատվությունը։ Հասարակության մեջ պարակտում գցելու, խեղճտեղություններ գցելու, ապակողմնորոշելու այդ է հիմնականում։ Նայած մարդու վրա ինչ ազդեցություն գործեն, վերես ոչ մի ազդեցություն չի գործել։ Իրաց պետք են դիտումներ, կեղծ լուրեր են տարածում, մարդը կարող է բացի առանց բանի հետազոտելու կամ քննարկելու իր մոտ նստված տա, բայց այդ բարձում է, որ դա կեղծ լուր է։ Խուճապ են թողնում, ժողովուրդը արդեն գիտես ոնց խառնում են իրար։ Մարդկանց իրար դեմ հանելը։ Մարդկանց թշնամի դարձնելը։ Ժողովրդի մեջը խուճապ են հիմնականում, խուճապ են մատնում։ Առաջի հերթին ինչ որ լայքեր հավաքելն է իրանց նպատակը, դիտումները քանակը շատ լինի, հետո ժողովրդին ապակողմնորոշեն, խուճապ ժողովրդի մեջ է դեր։ Կեղծ լուրերը ազդել են ընտրություններին մասնակցելու ձեր որոշման կամ քվեարկության վրա։ Ես իմ կարծիքս ունեմ, ես իմ որոշումս կայացրել եմ։ Չէ, կեղծ լուրերը ընդհանրապես վրա չեն ազդում եւ բնակչության վրա չեն ազդում։ Բայց իմ տեսակետից բացարձակապես ես ինչպես նպատակադրվել եմ, այնպես էլ կատարել եմ, ոչ մեկի կարծիքը նույնիսկ ընտանիքիս անդամի կարծիքն չեմ հայտնել։ Իմ վրա կոնկրետ չեն ազդել։ Իմ քվեարկության վրա չի ազդել, բայց մարդկանց վրա ազդել է։ Իմ վրա անձամբ չեն ազդել, ես իմ ընտրություններ եմ։ Ոչ չեն ազդել։ Արհեստական բանականության զարգացումը եւ տարածումը ինչ վտանգներ է առաջացնում։ Մարդը կարող է չտարբերել դա բանականություն է, թե իսկական մարդն է երկում։ Այնքան որ արդեն գիտությունը զարգացել է, նմանությունները շատ են։ Տեղ կա շատ լավ է, տեղը կա շատ վատ կանդրադառնա։ Մեկի անունն է խաղում ու ելնում իրար դանակարում։ Իմ կարծիքով բանական մարդը պետք է կողմնորոշվի կեղծի, շտի եւ իրականության հարցերում։ Ինչքան ես հասկանում եմ, հայաստական բանականությունը շատ մեծ օգուտ կտա մեր Հայաստանին, մեր զարգացմանը, մեր տնտեսությանը։ Որքանով է կարևոր մեդիագրագիտությունը եւ դուք կմասնակցեք այդ թեմայով դասընթացների կամ սեմինարների։ Կարելի է մասնակցել, բայց դրանց մեջ կան լավ բաներ, վատ բաներ։ Չէ, ես զբաղված մարդ եմ, ֆերմերությամբ եմ զբաղվում, ժամանակ չունեմ։ Մեծ հաճույքով։ Շատ կարևոր է, շատ կարևոր է։ Կարևոր է նույնիսկ շրջիկ ձևով անցկացնել դա։ Դասընթացների չեմ կարող ասեմ կմասնակցեմ, բայց շատ կարևոր է։ Եթե շատ մարդիկ մասնակցեն, անպայման թող գնան մասնակցեն։ 100% չի չէի մասնակցել։ Եթե լիներ կմասնակցեի։ Մեդիագրագիտությունը այս դարաշրջանում լրիվ պետք է, բոլորին էլ պետք է։ Ձեր կարծիքով ո՞րն է այսօր Շիրակի մարզի բնակիչների համար ամենամեծ տեղեկատվական վտանգը։ Սահմանակից է մեր դարավոր թշնամու հետ, Թուրքիայի հետ, այդ տեղեկատվական այդ վտանգները կարող են այն տեսակ լինել, որ մարդկանց մեջ նորից այդ տեսակ ապակողմնորոշումներ մտցնեն։ Հիմնական կեղծ լուրերը շատ կա, տարածված է։ Կեղծ լուրերը։ Կան կեղծ լուրեր, որոնք վտանգ են պարունակում, բայց շիրակցին շատ զարգացած մարդիկ են, իրանք շատ լավ պատկերացնում են, ոչ թե տեղ են տալիս։